Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանում Իրանի դեսպանն է ասել։ Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որը ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Իրանը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։ Օգտագործելով այդ ֆորմատը մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում։ Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, այն այլընտրանք չունի, արդարադատության նախարարն է նշել։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, Գալյանը կրկնել է, աշխատում է նոր տեքստի վրա, որն ինչ-որ պահի կհանրայնացվի եւ կքննարկվի հանրային լայն շրջանակների հետ։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր եւ հարուստ, Թրամփի խոստումն է։ Վաշինգտոնը մինչև 40% մաքսատուրքեր է սահմանում 180 երկրի եւ Եվրամիության վրա։ Հայաստանի դեպքում նախատեսվում է 10% մաքսատուր։ Ռուսաստանը, Բելարուսը եւ Իրանն էլ ցանկում բացակայում են։ Կանադայի ԱԳ-նախարարն անդրադարձել է լղում 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին, վերահաստատել Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։ Բևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության եւ միջազգային իրավունքի հարգման միջոցով։